Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում իր աշխատանքը սկսում է Ձինայետ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական, կարող եմ ասել նաև էքսկլյուզիվ թողարկում, որովհետև շատ սպասված հյուր ունեմ, բայց նրա մասին րոպեներ անց, որովհետև այս պայն ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի գեղեցկուին արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանեք հենց հիմա։ Ասա ինձ ձևը, ոնց դարձար իմ արևը, ինձ ասա ոնց անձրևը, ջնջեց սևը, սիրտ ասա քո սերը, ոնց բուժեց իմ հին վերքերը, ինձ ասա ոնց հետքերդ մաքրեց սերը, աստղերից Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն են, որ Facebook-յան էջում ինձ խեղտամահ էին ասում, ի վերջո ասեմ, որ ես մեղավոր չեմ։ Նա ինձ մոտ հասավ այն ժամանակ, երբ որ նրա դստերը հասավ մանկապարտեզ։ Մի խոսքով, մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր գեղեցկուի ընկերուհուն Մաշ Իսրայելյանին։ Մաշ ջան, ողջույն, ասա որ ճիշտ է։ Ես ինքան եմ քեզ սիրում, դու չես։ Չի Մաշ։ Իհարկե տենց է, ինչ անենք։ Ես կյանքն էլ տենց դասավորում եմ։ Ես ասում եմ, գիտես ինչի համար, որովհետև ձևավորվում է մի նոր տենց պրոցեդուրա այն մարդկանց մոտ, ովքեր որ սիրում են քննադատել կամ խոսել, թեմա եմ տալի, էլի ամեն օր։ Տենաս օրինակ Մաշեն չի Ձինայի մոտ չի գնացել, կարող է իրար հետ վիճվել են։ Դե Մաշան մի հատ աղջիկ ունի, որ փոխվարչապետն է տան։ Չէ, ինչքան շատերը տենց են մտածում, որ ուրեմն մի բան կա։ Մի բան կա։ Ոչ, սիրելիներս, ոչ մի բան չկա իրականում։ Ես ու Ձինան շատ քաղցր եւ լավ հարաբերությունների մեջ ենք։ Զուտ ես ոնց էին ասում, я жмать։
բայց դա ասենք հասավ երեխեն մանկապարտեզ, մի թեմա էլ երեխուց նոր, մաշ նորմալ գնում է մանկապարտեզ, թե ծեծ ջարդ։ Չէ, ծեծ ջորդ, ես տենց բաներում չկամ, չէ։ Դե ինքը որ լացի չգնա։ Տենց սկզբում շատ դժվար հարմարվեց իրականում, բայց հիմա փառք Աստծուն, հա, լավ, հավեսով գնում է, սիրում է շատ այնտեղ բոլորին, հավեսով գնում է։ Հա, դու էլ կարողանում ես ցերեկային ժամերին գործել։ Հա, վերջապես ազատ եմ։ Շատ լավ։ Մինչև գործից անցնելը, այս թեմայի մասին խոսելը, ես մի ամբողջ օր մտածում էի տեքստեր, որ զանգեմ մաշին եթերից առաջ եւ մեր փեսուն։ Խնդրեմ, որպեսզի եթերում բարձրաձայնենք այն հաճելի թեման, որ 1 օր առաջ տեղադրեց Instagram-յան էջ։ Փաստորեն ես մաշիս կարող եմ ասել վաստակավոր մամանյա։ Ինչ հաճելի է։ Մաշ, օրի եթերում խոստացի, որ նաև այս դեպքում կարող ենք ասել, չէ՞, այդ ամեն ինչը ներկայացնելուց հետո, որ մաշաս երկրորդ բալիկին է սպասում, առաջի հարցազրույցն է։ Այո։ Ասեմ ավելին, այս վերջի 1 տարում, հա, անցած տարի էր, որ ամալիայի մոտ էի, չէ՞։ Վերջին այս 1 տարում առաջին հարցազրույցը, որ համաձայնվել եմ ու եկել եմ քո։ Փառք Աստծո։ Բայց մաշս 1 տարվա ընթացքում ես 1 տարին եմ էլի ամփոփում։ Բավականին լուրջ աշխատանքներ եք տարել։ Դուետներ, համերգներ, նոր տարուն այստեղ չէինք։ Գոհ ես 25 թվից մաշ։ Բավականին շատ։ Դու տենց առուկ-փառուկ համար նստած ես գարիկ ամբողջ անում, չէ՞։ Թե հետենց խառնվում ես մեկ-մեկ։ Խառնվում եմ իհարկե։ Բայց միասին աշխատում ենք։ Իսկ աշխատում ենք, որ լինի լավ բոլորիս համար։ Մաշս կլինում է դեպքեր, որ ընդհանրապես լեզու չեք գտնում այդ գործի շուրջ եւ այդ աշխատանքը դնում ես կողք։ Չէ, չլինում տենց բան։ Ճաշակները ձեր համընկնում է։ Լինում է դեպքեր, որ չի համընկնում, բայց հիմնականում ամեն ինչ անում ենք թեկուս մեկս մեկին զիջելով, որ հարթ ամեն ինչ գնա։ Շատ լավ։ Ես ուզում եմ մի դուետի մասին խոսենք ու անցնենք նոր աշխատանքի։ Քանի որ համացանցը դեռ ողողված է, մեքենաների մեջ ամենաշատը, ասեմ, որ շատ ռեստորանային համալիրի երգիչներ այս ձեր գործով փող են վաստակում դեռ, խոսքս քո ու Էրնեստի դուետի մասին է։ Արդեն հասկացել եմ։ Մեկն է, թե երկուսը։ Չէ, մեկն է։ Մեկն է, իսկ կարող է այս թեմայից հետո ընթացք լինի երկրորդը։ Չեմ կարող ասել, միգուցե չի բացառվում։ Որ ինքը աշխատած դուետ էր մաշ։ Ահա, բավականին լավ աշխատած դուետ էր։ Իրականում Հայաստանում դեռ այդպիսի ցուցանիշ չէր եղել։ Մեկ ամսում, եթե չեմ սխալվում, 13 միլիոն դիտում։ Մեկ ամսում դա։ Իսկ ես տեսել եմ նաև առավելևս ձեր ստորիների բաժնում, նենց քո էջում էլ, որ ոչ պակաս, ոչ ավելի դուք առիթներում էլ եք երգել այս գործը։ Բավականին շատ անգամներ, այո։ Դե մի քիչ որ տարբեր երկրներում ապրել այդ թեմայա գիտեմ, որ միջև իրար հետ զուգերքը լինում է, զանգում են Գարիկին, ասում են Գար ջան, Էրնեստը էստեղ է, ու այսպես շարունակ թեմա չէ, կա տենց բան։ Էրնեստը հենց էստեղ է ապրում։ Ինձ թվում է ինքը Երևանում այդքան շատ չի ապրում, ինչքան դուք։ Չէ, հա, այստեղ է տեղափոխված, այստեղ է ապրում։ Այդ ուղղակի զուտ շրջագայությունների շատ լինում։ Շատ լավ։ Մաշ, դու մի քանի օր առաջ արդեն համացանցում տեղադրեցիր տեսահոլովակ, տենց էլի քո սիրո թեման, սիրուն հանդերձանքով, պատմիր ինձ երգից էլ տեսահոլովակից էլ։ Սիրուն երգա, դեռ նոր է, ընդամենը երկրորդ օրն է, որ պրեմիերային կարա, կարծում եմ պետքա որ սիրեն։ Ես շատ եմ սիրել, չգիտեմ։ Լավ, իսկ ով է գրել։ Արման Անտոնյան։ Հա, էլի, մտում ձինա ջան ինչ հարց ես տալիս։ Լավն է։ Դուք իրար հետ բավականին երկար ժամանակ աշխատում ենք, այո։ Շատ լավ։ Որտեղ եք նկարել մաշ։ Դիլիջանում։ Որտեղ ձյունը Շատ առաջ։ գեղեցիկ։ Շատ լավ։ Կազմակերպենք պրեմիերան միասին։ Արի կազմակերպենք։ Շատ լավ։ Այնպես որ 21 TV-ի եթերում տվյալային տեսահոլովակի պրեմիերա երգում է գեղեցկուհի Մաշ Իսրայելյանը, դիտում ենք վերադառնում ենք տաղավար։
քաշում ու թողնում են մեզ վերքերի արանքում Քամիները տես քշում ու տանում են մեր հետքերը քաղաքում Իմ աչքերի միջի լույսը դու ես Հին օրերիս արշալույսը դու ես Իմ անցյալի են մի հույսը դու ես սիրելիս Իմ աչքերի միջի լույսը դու ես Հին օրերիս արշալույսը դու ես Իմ անցյալի են մի հույսը դու ես սիրելիս Լույսնյա գիշերում աստղերն է շողում Անհակ ուշերում մեր սերն է լողում Իմ թանկ չես հիշում ոնց էին սրտերը մեր դողում Լույսնյա գիշերում քամին է շոյում Ես տան օրերում ճամփի դեմ նայում Միակ ուժն ես ում ինձ չեմ խնայում Ժամանակը սեր բուժում է վերքերը Մոռացնում է ամեն բան Եղանակը մեզ հուշում է որ կգան Սիրուն օրեր անպայման Ասում է սերը ենքան է ապրում Քանի դու կաս նրա սրտում մտքում Քանի քո սերը չի նայում աչքերից ստում Ասում է սերը ենքան է ապրում Քանի դու կաս նրա սրտում մտքում Քանի քո սերը չի նայում աչքերից ստում Լույսնյա գիշերում աստղերն է շողում Անհակ ուշերում մեր սերն է լողում Իմ թանկ չես հիշում ոնց էին սրտերը մեր դողում Լույսնյա գիշերում քամին է շոյում Ես տան օրերում ճամփի դեմ նայում Միակ ուժն ես ում ինձ չեմ խնայում Դենչ 21 TV-ի եթերում տեղի ունեցավ գեղեցիկ տեսահոլովակի պրեմիերա, երգում էր Մաշ Իսրայելյանն, նա ինձ մոտ տաղավարում է, հարցերի պատասխաններ ստացել եմ, բայց հիմա անցնում ենք մի քիչ էլ այն թեմաներին, որը մի քիչ նաև մեր ծրագրի ֆորմատին է մոտ, ինձ մոտ նաև հիմնականում գալիս են այն մարդիկ, Մաշ ջան, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Այո։ Բացի այն, որ նաև երգում, պարում, չգիտեմ, վարում, կազմակերպիչներն էլ են գալիս, որովհետև մեր եթերը, քանի որ Հայաստանի Հանրապետությունն է դիտում, եւ ավելի շատ դիտում են ռեստորանային համալիրների տնօրենները։ Միշտ ինձ նամակ են գրում, ասում են, «Ձին ինչ նորություն կա?» Նորություն են բերել։ Մի նոր երգել կա արդեն փաստորեն, եւ Մաշս հասցնում է ոչ միայն առիթներում հանդես գալ, Մաշ ես քեզ տեսել եմ շատ հարսանեկան հանդիսությունների ժամանակ։ Հարսուփեսին հանում ես բեմ, ու տենց իրար հետ ցկցկում եք ոչ պակաս, ոչ ավելի։ Մաշ դու հատուկ ծրագիր ունես, ասենք Մաշին ոնց են հրավիրում։ Երկով 30 րոպե, մի ժամ ոնց է ստացվում դա։ 20 րոպե, 30 րոպե, այդ ամբողջ հարցերով զբաղվում է Գարիկը։ Ինձ թվում է ես Գարիկին մի օր եթեր եմ կանչել։ Անպայման կանչի, որովհետև ինքը ավելի շատ ասելիք կունենա քեզ, քան ստայի։ Ոնց հասկանում։ Շատ լավ, Մաշից եղել է մի դեպք, որ երախոն պահող չի եղել, ստիպված հետը տարել ես գործի։ Հո, եղել է ու ասեմ, ուրեմն մի բան եմ ասում, երբ որ ինքը մտնում է զալ, երաժշտությունը լսում է բարձր, վերջ, էլ այնտեղից դու իրան չես կարող դուրս բերել, որովհետև բեմա բարձրանում, ինքը այդ շատ երաժշտական է, շատ երաժշտական է։
Ու ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, չեմ վախենա բարձրաձայնեմ, որ կարծում եմ, որ իմ հրաշքս կերքի, որովհետև դեռ փորիկիս մեջ, երբ որ ես դու լավ գիտես, որ ես մինչև վերջին օրը բեմում եմ եղել, կարծում եմ այս երկրորդի ժամանակով նույնպես կլինի այդպես, որովհետև ես ուղղակի չեմ կարող իմ ստեղծագործական աշխարհը կանգնեցնեմ, այսպես ասեմ։ Լավ։ Ու այս գիտես ինչի համար ես կան ասացի, կներես, խոսքդ կտրեմ։ Ձայնագրության ժամանակ անգամ ինքը ռիթմի տակ իմ փորիկի մեջ, զգացել եմ։ Այո։ Գենը խաղում է փաստորեն։ Շատ լավ, մի հարց էլ, ես գիտես այս հարցին չի տվեցի, որովհետև եթե չեմ սխալվում, տոնը շնորհավոր ձին այդ նախագիծը 2.5 տարի առաջ էր, փոքր էր ձակդ դեռ։ Դու ինձ մոտ տաղավարում ես, ասեցին դեռ չգիտեմ, երաժշտական է ոնց է, բայց տեսնենք հենց ոնց կլինի փաստով, մենք արդեն ունենք ապացույց։ Այո։ Պապան աշխատում է թեմայով։ Դեռ ոչ։ Դեռ փոքր է, կարծում եմ։ Բայց այն որ մեր տանը պետք է առավոտից մինչև գիշեր լինի երաժշտություն, այն որ ինքը անընդհատ ասում է բարի, մամա, բարի։ Ինքը անընդհատ ոնց որ ուզում է երաժշտությունը լսի։ Հենց նստում է մեքենան, ես պետքա, չէ, որ շարժվեմ առաջ, մինչև շարժվելը ինքը իմ հետ կռիվ անում, որ ես պետքա երաժշտությունը միացնեմ, նոր վարեմ մեքենա։ Իսկ կա ինչ-որ մեկը ում ականջ տենց սիրում է լսում է երգերը։ Իսկ դու կառանձնացնի արդեն, որ այսքան բան էլ անում։ Բացի մամայի երգերից։ Հա, լսում է, տարբեր լսում է, իրականում։ Շատ լավ։ Ինձ թվում առաջինն էլ ես այստեղ իրան ցույց կտամ, որպես արդեն, այսպես ասած, Գարիկի ու Մաշայի հաճելի ստեղծագործություն։ Բայց ես հենց հիմա միջև ծրագրի ավարտին անցնելը եւ այն հաճելի րոպեները վայելելը, Մաշիս համար ունեմ բլից հարցեր։ Օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ին։ Հա։ Ուղղակի։ Աննան քնածա լինում, ինձ մոտ ուղղակի, ես 8-ին արտանում եմ, իջնում եմ այսպես ներքևը, սուրճը դնում եմ, ուղղակի սենց նստում եմ։ Գրաֆիկա դարել ինձ թվում է Մաշ։ Շատ լավ, իսկ աչքերը բացելուն պես սուրճ, հեռախոս, թե հեռախոս, կլինեմ անկեղծ։ Հա, նորմալ է։ Իսկ առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Չէ, ինչ է սուրճ։ Հա, ես էլ լավ։ Սպորտային թե երեկոյան հագուստ։ Դե ինձ մոտ այնպես է, որ դու գիտես, երեկոյանները գերակշռում են։ Միշտ, հա, գերակշռում են, առօրյան էլ սպորտային, կարծում եմ երկուսն էլ։ Շատ լավ, օրվա մեջ քանի անգամ կարող է Մաշայի տրամադրությունը փոխվել։ Ոյ, ժողովներ իրականում։ Երկվորյակ չեմ, ջրհոս եմ, բայց շատ է լինում, որ օրվա ընթացքում փոխվում է։ Մաշի տրամադրությունն որ փոփոխվում է։ Շրջապատի վրա դա անդրադառնում է։ Նույնիսկ եթե վատ տրամադրություն ես ունենում, երևում է դեմքիցդ կրվում է։ Հա, ես ցույց տվող եմ իրականում, շատ ցույց տվող եմ, հա։ Իսկ լաց կանես։ Չէ։ Լավ։ Բայց իսկ ով կամ ինչը կարող է Մաշային հունից հանել։ Աննայի կապրիզները էս պարագայում։ Իսկ մեկ նենց կապրիզներ անում, որ ես հունից դուրս եմ գալիս, բայց նենց չի դրանից ես տենց շատ եմ իրա վրա ջղայնանում, ես ինքս ինձ եմ ներսից ուտում, որ ինքը տենց բաներ անում, բայց հասկանում եմ, որ այդ ամեն ինչը զուտ ժամանակավոր է, փորձում եմ սենց համբերատար լինել։ Ես դե իսկ ուզում եմ իմանալ, իսկ ինչը կարող է քեզ հունից հանել, անայն կողք, հա։ Ինչը։ Չգիտեմ, մենակ մարդկա ինձ մոտ նստած ասած Ձինջան, ես ամեն Facebook մտնելուց նյարդային անում եմ, հունից դուրս եմ գալիս։ Հա, դա երևի քաղաքական թեմաներն է շատ կարծում, դրանից էլ կարա լինի։ Չէ, դու հանգիստ ես, լավ, չեմ ուզում։ Այս կարգավիճակում չարժե շատ խեղդամանել։ Կա նախընտրած ուտեստ։ Չէ, որովհետև ես ամեն ինչ սիրում եմ, ուտել շատ սիրում եմ, ուտելիքի հետ կապված ամեն ինչ սիրում եմ, համով ուտել եմ սիրում։ Համով ուտել եմ սիրում։ Իսկ նախընտրած խմիչք ունեմ, քաղցր խմիչքներ։ Իսկ նախընտրած կենաց։ Իրականում ամենակարևորը առողջությունն է, ես այդ տարիքի հետ եմ հասկացել։ Այն ժամանակ իրականում, երբ որ բարձրանում էին ու կենաց էին ասում էին առողջ լինեք, ոնց մեծերը, չէ։ Ես չէի հասկանում, ասում եմ
ինչ են միշտ այս կենոզները ասելուց միշտ ասում, բայց այ հիմա հասկանում թե ինչքան կարևոր բան է, եթե առողջություն ունենաս, ամեն ինչ կունենաս։ Հաստատ, մնացածը ձեռք բերովի է։ Իսկ ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Չեմ գտնում այս բանը ինչ-որ մի բան, որ առանձնացնեմ, ասեմ օրինակ այս բանը ես չեմ բարձրաձայնում ու չեմ բարձրաձայնի։ Շատ լավ։ Իսկ կա մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Ամուսինս։ Շատ լավ։ Ինչից է վախենում Մաշ Իսրայելյանը։ Մաշ Իսրայելյանը առաջ ասում էր, որ ոչ մի բանից չի վախենում, Չեմ նույնիսկ մահից։ Բայց հիմա մահից եմ վախենում, շատ եմ վախենում, ասեմ ինչի։ Ամենաշատը վախենում եմ մահից, որ կարող եմ մի օր իմ Աննային չտեն։ Հա։ Իմ ընտանիքը չտեսնեմ, չգիտեմ, չունենամ այն ինչ հիմա ունեմ։ Ավելի, գիտես, երեխայից հետո ամեն ինչ փոխվում է։ Ես տենց եմ ավելի շատ Մեծացել ես դու մտածում։ Մաշ։ Հա, մեծացել եմ, մեծ կին եմ դարձել, ինչ Մաշ, անեմ։ դու մի քիչ էլ որ մեծանաս, մի 10 տարի հետո, այս տեքստը որ քեզ հարցնեն, դու գիտես ինչ ես ասելու։ Ինչ եմ ասել։ Դու ասելու ես, որ ոչ թե մահից, այլ ես վախենում եմ չհասցնելուց։ Հիշի։ Մի Կարա տարիք լինի, կա, որ կարա ասում են լինի, ծերանալուց, բայց դրա հետ համակերպվում ես։ Ծերանալուց եմ արդեն վախենում իրականում, որովհետև այնպես չի, որ ես մեծ եմ, այսա փետրվարին կլինեմ 29 տարեկան, բայց արդեն ինձ մոտ ինչ-որ պանիկա է սկսվել, որ վայ, ես ինձ հանկարծ կնճիրներ չտեսնեմ, ինձ վրա կամ ինչ-որ լուրջ եմ ասում, չես պատկերացնի, արդեն ստրեսի մեջ եմ։ Մաշը սպորտիվն է, հիմա վիրահատություն է։ Դե հա, բան չասեցի, բայց մեկ է, ես չեմ ուզում, ես միշտ վախեցել եմ այդ վախենալու կապենք, միշտ վախեցել եմ ինձ մեծ տարիքում տեսնեմ։ 40-ից հետո դրա հետ էլ կհամակերպես։ Հա, կարա։ Կանչել եմ համակերպան համար։ Ամենայն դեպս։ Շատ լավ, կա սպորտաձև, որ սիրում ես։ Այո, կա։ Առհասարակ սպորտ շատ եմ սիրում։ Չնայած նրան, որ չեմ հասցնում զբաղվել սպորտով, բայց վոլեյբոլ շատ սիրում եմ, շատ։ Նույնիսկ գնացել եմ ժամանակին։ Շատ լավ։ Մաշ, այս հարցը ես ընդհանրապես տալիս եմ այն իմ ընկերներին, ում անունը ուզում եմ լսել, շատ դեպքերում դե բնականաբար հումորով են վերաբերվում։ Ես առանձնացնում եմ, որ ասում եմ խորտակվող նավը, Մաշը մեջն է եւ երկու անց կա, դու պետքա նրանցից մեկին փրկես, մեկին։ Դե գտնում եմ անուններ, որ ասում եմ տենց մի քիչ կատակ վիճակ լինի։ Օրինակ հիմա այդ նավի մեջ Էրնեստն է ու Արման Անտոնյան։ Ում ես առաջինը ձեռք մեկնելու։ Ոչ մեկի։ Ապրես։ Լավ, հիմա մի քիչ ավելի լրջանանք։ Մաշը շփվում է Աստծո հետ։ Վայ, շատ։ Խնդրում ես, շնորհակալ ես լինում։ Միշտ շնորհակալ եմ լինում, միշտ խնդրում եմ, միշտ ներողություն եմ խնդրում։ Շատ ուժեղ եմ կապը իրականում Աստծո հետ, ես շատ աստվածասեր, աստվածավախ մարդ եմ, ոչ միայն ես, այլ իմ ընտանիքը։ Շատ լավ, եթե հենց հիմա Աստծո ջրակը քո ձեռքում լիներ, 3 խոսք բարմաղթանք, ինչ կուզեիր։ Միշտ ուզում եմ, ամեն օր էլ ես ոնց որ ասում ես Աստծո ջրակը, ամեն օր իմ ձեռքում է, ես միշտ իր հետ խոսում եմ, միշտ խնդրում եմ, շնորհակալ եմ լինում, ինչպես ասեցի, չեմ ուզի առանձնացնեմ, բայց ամենակարևորը առողջ լինի, Աննայիս գլխից անպակաս լինի, իր ձեռքը։ Մի տեքստ կա, ասում է, որ գնում ենք Աստծո դուռը, իզուր չէ, որ բոլորս մեր մտքում ենք խոսում Աստծո հետ։ Բաներ կա, որ չպետք է բարձրաձայնես, մտքում պետք է անես։ Ես հասկացա, դու ուզվեցիր այս թեմայից, բայց ես երրորդի հետ կավելացնեմ 4-րդը։ Ես էլ կուզեի, որ Աստծո ջրակը ձեռքիդ լինելով քեզ առողջ բալիկ տար։ Դա հիմա ամենակարևորներից նաև մեկն է։ Դու էլ ես առողջության կողմնակից։ Այն մարդկանցից չես, որ ասում ես, դե կա էլի դեռ վայելում ենք, չպետք է մնանք առողջ։ Եվ վերջում Մաշս ունի կարգախոս, որտեղ առաջնորդվում ես։ Այո, Մաշը ունի կարգախոս։ Ես միշտ մի հատ արտահայտություն կա, որ շատ անգամներ մտքարում նորից ասեմ այս տեքստը։ Ես միշտ մի հատ արտահայտություն կա, որ շատ անգամներ բարձրաձայնում եմ, ասում եմ չկարողանալ չկա, չուզել կա։ Լավն է։ Ու սիրում եմ այն խոսքը, որ ես չեմ սիրում ասել, ես սիրում եմ գործել։ Իմ գործերով ցույց տալ, այլ ոչ թե բարձրաձայնել, ուղղակի խոսել։ Դա միշտ տարնաշարունակ է եղել։ Տարնաշարունակ։
ապրես։ Իսկ դու ըստ ֆորմատի գիտես, որ հիմա շատ հեռուստադիտողներ պաշտում են վերջը հիմա ծրագրի, որովհետև այդտեղ իմ հյուրերը բնականաբար ինձ կատարումներ նվիրում են 21 թվի հեռուստադիտողներին։ Մաշ մենք ունենք օրվա հոբելյարներ։ Իրանց էլ էլի շնորհավորի։ Շնորհավորում եմ սիրելիներս, թող ձեր կյանքում ամեն ինչ հարթ լինի, սիրուն լինի, թող ձեր կյանքը սիրուն լինի բառից բուն իմաստով։ Շնորհավոր, առողջություն, երջանկություն ու ամենալավ բաները բոլորիդ։ Ապրիմ աղջիկ, իսկ այսքանից հետո ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում, որովհետև հատուկ ձեզ համար երգում է Մաշ Իսրայելյանը։ Մաշում ու թողնում են մեզ վերքերի արանքում Քամիները տես քշում ու տանում են մեր հետքերը քաղաքում Իմ աչքերի միջի լույսը դու ես Հին օրերի սարշալույսը դու ես Իմ անցյալի են մի հույսը դու ես սիրելիս Իմ աչքերի միջի լույսը դու ես Հին օրերի սարշալույսը դու ես Իմ անցյալի են մի հույսը դու ես սիրելիս Լույսնյա գիշերում աստղերն են շողում Անհակ ուշերում մեր սիրն է լողում Իմ թանկ չես հիշում ոնց էին սրտերը մեր դողում Լույսնյա գիշերում քամին է շոյում Ես տանք օրերում ջամփի դեմ նայում Միագուժն ես ում ինձ չեմ խնայում Ժամանակը սեր բուժում է վերքերը, մոռացնում է ամեն բան Եղանակը մեզ հուշում է, որ կգան, սիրուն օրեր անպայման Ասում է սերը ենքան է ապրում, քանի դու կաս նրա սրտում մտքում Քանի քո սերը չի նայում աչքերից ստում Ասում է սերը ենքան է ապրում Քանի դու կաս նրա սրտում մտքում Քանի քո սերը չի նայում աչքերից ստում Լույսնյա գիշերում աստղերն են շողում Անհակ ուշերում մեր սիրն է լողում Իմ թանկ չես հիշում ոնց էին սրտերը մեր դողում Լույսնյա գիշերում քամին է շոյում Ես տանք օրերում ջամփի դեմ նայում Միագուժն ես ում ինձ չեմ խնայում Կուզես հավատա, կուզես չէ Բայց չի լինում առանց քեզ շնչել
չես Բայց դու խոստուր կյանքում ձեռքս բաց չթողնես Արևոտ կարևել սրտերը մեր կխաչվեն ուր լինենք Մայրամուտից մի հետ սրտերը մեր կկանչի որ գտնենք Սիրո ճամփանուր մենք մի օր անպայման պիտի հանդիպենք Պիտի սիրով ապրենք, սերը մեր տարածենք Արևմուտքից մինչև արևելք Պիտի սիրով ապրենք, սերը մեր տարածենք Արևմուտքից մինչև արևելք Երկս ունի կապ հենց իմ սրտի հետ Ներսս տեղատարապ է սիրո գետ Սերս չունի չափ ու թող այսուհետ Հետքս բերի քեզ ափին ճամփով Արևոտ կարևել սրտերը մեր կխաչվեն ուր լինենք Մայրամուտից մի հետ սրտերը մեր կկանչի որ գտնենք Սիրո ճամփանուր մենք մի օր անպայման պիտի հանդիպենք Պիտի սիրով ապրենք, սերը մեր տարածենք Արևմուտքից մինչև արևելք Պիտի սիրով ապրենք, սերը մեր տարածենք Արևմուտքից մինչև արևելք Արևմուտք արևելք, սրտերը մեր կխաչվեն ուր լինենք Մայրամուտից մի հետ սրտերը մեր կկանչի որ գտնենք